Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Ողջույն, ողջույն Նարեկ ջան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Ես կուզեի մենք հարցազրույցը սկսենք միանգամից Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունից, որում նշվում է մեջբերեմ Մայր Աթոռի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը քննելու եկեղեցականներին առնչվող ինչպես կարգապահական, այնպես եւ պարգևներ շնորհելու հարցեր օրակարգում նախատեսված էր նաեւ հանդիպում Տեր Արամ Քահանա Ասատրյանի եւ Տեր Տարոն Քահանա Հունանյանի հետ։ Մենք Տեր Արամին գիտենք այն պատմությունից հետո, երբ նա ընդվզեց կաթողիկոսի դեմ եւ հայտարարեց եկեղեցում արկա խնդիրների մասին, հիմա ինչ է ստացվում, փորձում են պատժել կարգապահական այս նիստը անցկացնելով։ Հիմա բնականաբար ես կարծում եմ, որ իրենք այդքան քաջությունը չունեն, որ հիմա պատժեն, բայց ես կարծում եմ իրենք պետք էր ինչ-որ մի բան անեին, այսինքն եթե չգանչեին այդ կահանաները, հոգևորականները, այդ կարգապահականին, դա թույլ պիտի բացեր, որ մույս բոլոր հոգևորականները քաջալերվեն եւ ասեն, դե որ անբադիժ են մնում, բա մենք էլ բարձրացնենք այս անօրենությունները եւ այլն։ Այնպես որ իրենք կոնե որբեսի մի քիչ sense մեղմացնեն կամ մի քիչ փաստեն իրենց ներգայությունը գանչեցին իմանալով որ նրանք չեն գալու եւ բնականաբար նրանք պիտի չերթային Նարեկ ջան ես սա քանի տարի է 20 տարի է ինձ կանչում էին ճիշտ 20 տարի իմ հարցը կարգապահականի մեջ էր եւ քանի անգամ էլ կանչեցին այդ չմիածին ես չգնացի ես ասեցի եթե ասելիք ունեք ինձ փոխանցեք նամակով այսօր 20 մեջ հնարավորություն կա նույնիսկ Zoom-ով, ինտերնետով հանդիպեք ձեր հարցերը դակ եւ այլն, բայց իրենք ուզում են անպայման որ հոգդեվյալ հոգեվորականը այնտեղ ներկա լինի։ Ես միայն մեր ունգընտիրներին եւ ձեր ունգընտիրներին նաեւ դեղեցնեմ թե այնտեղ ինչ է կատարվում ղարկաբահականի մեջ։ Նախ սկսենք ընդեղից, թե այս ղարկաբահական հանձնախումբի անդամները, որոնք պիտի հարցակնեն այս դվյալ հոգևորականը կամ այս բարակային այս հոգևորականները ովքեր են ինչ են ներկայացնում այսինքն է ղարկաբահականի մեջ գտնվող հոգևորականը պետք է լինի իդեալ հոգևորական որ ինքը կարողանա ուրիշների տերությունը այսին ավետարանի ասածով ուրիշի աչքի փուշը դեսնել երբ որ ինքը աչքի մեջ քերան գա ինքը չի կարա դեսնել Ովքեր են կարգապահական հանձնաժողովում ես օրինակ մամուլից տեղեկացա որ Գուգարքի թեմի առաջնորդն է մեկը իսկ մյուսներն ովքեր են Ես էլ ճանաչում եմ Գևորգ Սրբազանն է Նաթան Սրբազանն է Գարձում եմ նաև Տիվանաբեդը մեջն է նաև մի քանի այլ հոգևորականներ բայց սա այս բոլորը նկար է Նարեկ ջան սա նկար է իրենք բարձրապես գադարում են իրենց վերատասի գամքը վերատասը այսինքն Կարեկին է Գդրիչ Ներսիսյանը եթե ինքը որոշել է որ դվյալ հոգևորականին գարկալուց պիտի անի ինչ կարգապահական ինչ հանձնա ում եք խապում օրինակ համար իմ բարակային ամենամեծ աբացույցը իմ բարակային մարդիկ ներքին գարկով ինձ ասում էին դեր Արմեն ինքնա մենք քո հետ խնդիր չունենք իսկ եւ որ Իրան եմ զանգում ասում եմ քո խնդիրը քո խնդրեմը ինձ հետ ինչ է ասում եմ որ դեռ ես քո հետ խնդիր չունեմ քո խնդիրը կարգապահականի հետ է դուք կաթողիկոսի հետ խոսել եք հեռախոսով այո երկու անգամ հետ խոսել եմ մի անգամ մի արիթ կար մի բսակատրություն սրանից մի քանի տարի առաջ որ ես պետք է ներկա լինեի ուրեմն դվյալ թեմի առաջնորդը ինձ ասեց շատ կներես դե որովհետև առաջնորդը ինձ թույլ տված էր Քարամյանը որ ես այդ բսակի ես նախակահ եմ բայց հետո մի քանի օր առաջ ինձ զանգեց ասեց դեր Արմեն շատ կներես ասեց բայց Էջ միածնից ինձ զանգեցին որ դու չես կարա ներկա լինել նախակայել ասեցի բայց ինչի ասեց չգիտեմ վերցրեցի տելեֆոնը խոսեցի եպիսկոպոսների հետ հանձնախումբի հետ ասեցի մեր հետ խնդիր չունենք կաթողիկոսն է հերախոսը վերցրեցի զանգեցի իրան ասում դեր Արմեն ես քո հետ խնդիր չունեմ քո խնդիրը ղարկաբահականի հետ է
Նարեկ ջան, ինչ եմ ուզում ասել։ Այսինքն մի րոպե Այսինքն բա Էջմիածինն է որոշում նույնիսկ որ եկեղեցուն որ հոգևորականը հարսանիքի այդ ծեսը անցկացնի։ այո, այո։ Եթե որևէ մեկ հյուր հոգևորական պիտի գա դրսից եւ պիտի մասնակցի ինչ որ արարողության, առանց Էջմիածի առաջնորդը չի կարող ոչ մի բան անել։ Ցեզ ավելին ասեմ, առաջնորդ օրինակի համար թեմի մեջ լիազորություններ ունի, քահանաներ ցերնատրելու տբիրներ, սարգսակներ, այդ լիազորությունն էլ նույնիսկ առնված է այդ եպիսկոպոսների ցերքից։ Եթե նույնիսկ իրեն տբիր պիտի ցերնատրեն կամ սարգսակ պիտի ցերնատրեն, պետք է անպայման մայր աթորի ճագերդյալ Գդրիչ Ներսիսյանի համաձայնություն ունենան։ Այսինքն ում եք խապում, այսինքն ում եք աբուշի դեղ դրել։ Դե այսօր մենք բոլորս էլ գիտենք հոգևոր, այսինքն նաև հոգևորականները, այս 4 քահանաները, որ չգնացին, իրենք հասկանալով է որ չեն գնացել։ Որովհետև պիտի գնան ընդել, պիտի չգտնեն հոգևոր մարդ։ Այնտեղ պիտի գտնեն հայ հոյողներ, ամպարդավաններ, սդախոսներ, որ մինչև վերջ պիտի փորձեն իրենց խեղճացնել, արհամարել եւ դուրս վրընդել։ Ինչ եք կարծում։ Մեր ժողովուրդը թող իմանա, որ մենք ղարքաբաղական հանձնախումբ չունենք, շնորհների պաշտման ունենք։ Ինք այս մարմինը գոչվում է շնորհների պաշտում եւ ղարքաբաղական։ Շնորհներ պաշտում են դժբախտաբար անարժաններին, բայց նաեւ ղարքաբաղությունը չեն բահում անգարկներին։ Օրինակի համար ես զարմանում եմ այս ղարքաբաղականին, ես մի հատ նամակ եմ գրել, Երանի թե հիմա իմ մոտ լիներ, ես դրել եմ իմ սայթի վրա, ովքեր ուզում են կարող են մտնել։ Այդ ղարքաբաղականին ես մի անգամ գրեցի, ասեցի, «Ձեր կորձի ինչ է»։ Այդքան եպիսկոպոսներ ունենք, որոնք երեխաներ ունեն։ Գուսագրոններ ունենք, որոնք գուսագրոնության ուխտը զանցարել են։ Քահանաներ ունենք, որոնք քահանայության ուխտը տրժել են, իրենց գնոջ հետ ամուսնալուծվել են եւ եկել են վեղարի տակ ծածկվել են։ Բացեր կորձի ինչ է։ Եթե դուք ղարքաբաղական եք, ում համար եք ղարքաբաղական։ Ղարքաբաղական եք միայն նրանց համար, ովքեր ըմպոստանում են ձեր դեմ։ Եվ դուք ինչ եք կարծում, այդ քահանաների շուրջ այս իրավիճակը ինչպես է հանգուցալուծվելու, ի վերջո նրանց կհեռացնեն, կամ եթե չեն հեռացնի, ինչ պատիժ կսահմանի կաթողիկոսը։ Նախ իրենց թող բաժեն, Նարեկ ջան, իրենք չեն կարող ոչ մի պատիժ սահմանել, որովհետև այս հոգևորականների ասածը շատ ճիշտ է։ Եվ սա ինչ որ քաղաքնիկ չէր, որ իրենք բացահայտեցին, ինչպես որ իրանք ասում են, խոհանոցի գեղձը չէ, որ դուրս հանեցին։ Ուրեմն դուք խոստովանում եք, որ ձեր խոհանոցի մեջ գեղձ կա։ Լավ, այդ գեղձը ինչու գուտակվեց։ Ինչու միջև հիմա չմաքրեցիք։ Մենք 2018 թվականին ելանք եւ ասեցինք, ձեր մեջ գեղձ կա, մաքրեք այդ գեղձը։ 7 տարի անցավ։ Դուք այսօր ինչ արեցիք նրանից հետո։ Եվ ես վերջին անգամ որ հանդիպեցի Գդրիչ Ներսիսյանին, այն ադեն ինձ համար քարեկին գաթողիկոսներ, ուրեմն իրան հստակ ասեցի, լսի, սա քո համար ալարմ է։ Դու գաթողիկոս չես, դու քո դեղը չես։ Ասեց ինչ պետք է անեմ։ Ասեցի առաջինը որ պիտի անես, պիտի այս ղարքաբաղական հանձնախումբը պիտի փոխես եւ ուղղակի պիտի սկսես հայ եկեղեցու բարեկարգում։ Ասեց լավ քեզ գտնեմ այդ մարմնի մեջ դու գազմագերբի եւ ասեցի ինձ մի տիր ես ամենը անարժանն եմ բայց պետք է սկսեք եկեղեցու բարեփոխման եթե չբարեփոխեք վաղ ավելի մեծ հարված պիտի կա եւ այսօր եկավ հարվածը եւ դուք ամոթահար մնացիք պատասխան չունեք հարցերը շատ հստակ են գդրուկ հարցեր են, որոնք կարիք ունին գդրուկ պատասխանի։ Այսինքն, դուք կաթողիկոսին ասում եք, դու կաթողիկոս չես եւ ինքը առանց հակադարձելու այդպես արդարացնող հարցեր էր տալիս, հա։ Մի քիչ անհավատալի է։ Մի քիչ անհավատալի է, բայց իմ ճանաչողները գիտեն, որ ես հանդիպել եմ եւ այդ խոսքերը ասել եմ 2018-ին դակավին եւ որ ինքը փորձում էր մեկ կանչել, որովհետեւ իրենց ինչ որ մի ցևով իր այդ շարժումից դուրս կան, այն ժամանակ ես գնացի եւ ներկայացա եւ իրեն ասի, որ իրականությունը այս է։ Առաջին որ մտա ասեց դուք հայոց հայրաբեդի դեմ եք եկել, ասեցի մենք հայրաբեդ չունենք, դուք հայր չեք ասեցի։
Դուք բարձավես վարչական մարդ եք, նստած եք աթորին, ձեր գողքի մի քանի մարդիկ կան, որոնք բարձավես ձեր կմահաճուկի համացայն կգործեն եւ ձեզ գարձիկ կուտան եւ սխալ գարձիկ կուտան։ Ինչի պիտի վախեն։ Այսինքն ինչ եք կարծում, մեր ժողովուրդն է հիմա միևնույն քոնոման է մտածում, Նարեկ ջան։ Այսինքն ինչից ես վախենում։ Ով է Գատոեգոսը։ Գատոեգոսը քո ծարան է, այս եկեղեցու ծարան է։ Հոգևորական այս եկեղեցու ծարան է, եթե սխալ ունի, պիտի ասես, որ սխալ ունես։ Ինչ պիտի անի, այսինքն նրանից ավել ավելի շատ ոչ թե վախենալու բան եմ ասում, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկից վախենալու բան կա, այլ որ ասեք դուք կաթողիկոս չեք, ձեր տեղում չեք ու դրան կոշտ հակադարձում չլինի, այլ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու տրամաբանության հարցեր կան, դա իմ համար ընկալելի չէ։ Այդ խոսքեն ետ 7 տարի մնացի անպատիժ իրենց սահմանած բադիժով 7 տարի իմ հարցը մնաց կարգապահականի մեջ, որովհետև այս մարդիկը վրեժխնդիր են։ Հիմա այսօր չեն կարողանալու ոչ մի բան անել այս կահանաներին, չեն կարողանալու, ինչ պիտի անեն, գարկալուց պիտի անեն, հետո ինչ, ով գարա դեր Արամին իր եկեղեցուց դուրս դնել, եւ որ իր ժողովուրդը իր կողքին է։ Ոչ մեկը չի կարա։ Եվ մանավանդ այսօր 4 կահանաների մասին է խոսքը։ Ոչ մի բան չեն կարող անել։ Հիմա Հետո մեր ժողովուրդը պետք է հստակ իմանա նաև մեկ բան, ինչ է նշանակում գարկալուծում։ Մենք հայ եկեղեցու կանոնադրության մեջ մենք գարկալուծում, այսինքն մեկումը որ գարկը ամես իմ այլևս կահանա չէ, այսպիսի գարկ մենք չունենք։ Կահանան եւ դվյալ հոգեվորական օծված է։ Ոնց որ մեկը որ մգրդում ենք, օծում ենք միրոնով, այդ միրոնը անչնչելի է, օծումը անչնչելի է։ Նույն ձևով կահանաները օծված են միրոնով, այդ օծումը անչնչելի է, բայց է որ գարկալուց են անում, այսինքն դու չես կարող այլևս կահանայա գործել։ Դու մնում ես որպես կահանա, որովհետև Գարկի Մելքիսեդեկի, սա Սուրբ Գրքի ուսուցումն է։ Դու մնում ես կահանա, բայց քեզ ճաշտոն գադարել կարելի չէ, այսինքն մգրդություն, բսակ եւ այլն կարելի չէ։ Տեսեք, եւս մի քահանա է որոշել չլռել, Տեր Տարոն քահանա Հունանյանը ասում է. Ինձ խիստ ցավ է պատճառում, երբ եկեղեցու ներսում Աստծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, սպառնալիքներ, ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է։ Այդ ինչ է ձեզ, որ արդեն ասում են, որ այլևս լռելու տեղ չկա, ասում են չլռելու ժամանակ է եկել, ինչի համար է եկել այդ ժամանակը։ Այլևս գիտակցած են բահի լրջությունը Նարեկ ջան, որովհետև ան որ գլրե անարդարության ինքը մեղսագից է այն անարդարության։ Եվ մանավանդ հոգևորական, եւ որ տեսնում են, ինչպես որ Տեր Նարեկը ասում է, որ Աստծո խոսքը չի քարոզվում, քաղաքականություն է քարոզվում, ինքը արդար բան է ասում։ Մեր կորձը քաղաքականությունը չէ։ Ավետարանը ասում է ինչ որ գայսրինն է դվեք գայսրին, ինչ որ Աստծուն է դվեք Աստծո։ Մենք չենք կոչված քաղաքականությամբ սպալվելու, գուսակցություններ հիմնելու, մեր ցևով հարցերը հարաճ տանելու եւ այլն։ Մենք կոչված ենք ավետարանի խոսքը քարոզելու։ Մենք կոչված ենք ծառայելու։ Որևէ մեկ հոգևորական, բոլոր հոգևորականները գիտեն այս իրականությունը, բայց իրենք որովհետեւ անարդար են, ինչպես որ իրենց վերատասը անարդար է, դա իրենց շահին է գալիս։ Օրինակի համար ես միշտ եմ ասում, ես հասկանում եմ, որ Երևանի քահանաները այսօր չեն բարձրացնում։ Ինչի՞ պիտի բարձրացնեն։ Մարդ իր ամսական $2000 է, ամեն մի բսակի ստանում է $500, $1000, երբեմն ավելի, ինչու պիտի բարձրացնեն։ Լավ, նրանք չեն բարձրացնում, ձախված են։ Ես համարում եմ, որ ձախված են մամոնային։ Լավ, այդ ծայրամասի քահանաները ինչու չեք միանում, ինչու չեք բարձրացնում, ինչից եք վախենում։ Դուք նույնիսկ հացի գարոդ ունեք։ Ես գիտեմ, որ Ամերիկայից ֆոնդ են սարքել, որովհետեւ այս ծայրամասի քահանաներին բահեն նվազագույն գարիքներու համար, ուդել խմելու համար։ Չեն կարողանում բահել, այսինքն հացի փող չունեք ձեր երեխաների համար։ Ինչի եք լուր։ Ինչի։ Ամեն մեկը ասում է մեր ինչ կորձն է, թող Աստված ինքը գարկավորի։ Եղբայր,
Աստված եթե ուզենա գարկավորել, մեզանից ինչ որ մեկի միջոցով պիտի գարկավորի։ Ու Աստված չի ճնելու երկնքից բռնե դառնե կարեկին եւ դանե։ Ոչ, դա մեր միջոցով է գործում։ Եվ որ անարդարություն կա, մենք ստիպված ենք այդ անարդարությունը բարձրացնել։ Եվ երբ որ ասում են, որ եկեղեցու ներքին հարցերը, ինչ եկեղեցու ներքին հարց, եկեղեցին ով է։ Եկեղեցին մեզ մեր յուրաքանչյուրն է, եկեղեցին ժողովուրդն է, վարչապետն է, նախարարներն է, բոլորը իրավունք ունեն խոսք ունենալու այս եկեղեցի մեջ։ Եվ որ այս եկեղեցու առաջնորդները անգարկ են եւ գարկաբահություն են պահանջում, այն ժամանակ մենք բարդավոր ենք նրանցից գարկաբահություն պահանջել։ Տեսեք, երբ որ ես կոնկրետ Տեր Արամի էջն եմ ուսումնասիրում Facebook-յան, տեսնում որ ինքը կաթողիկոսի նկարներն է կիսվել, ի աջակցություն կաթողիկոսի գրառումներ ունի իր էջում, եւ ինչպես է ստացվում, որ դրանից 1 ամիս, 2 ամիս կամ լավ 3 ամիս հետո դու հասկանում ես, որ եկեղեցում խնդիր կա։ Առնվազն սա տարօրինակ է։ Սա ձեր մոտ հարցեր չի առաջացնում։ Դուք չգարձեք, որ նույնիսկ հիմա քահանաները, որ գիսում են Էջմիածնի այդ սայթեն կամ կաթողիկոսի այցելությունները, խոսքերը եւ այն, դուք չգարձեք, որ իրենք ուզում են դա անել, չէ՞, դա բարդատրված է։ Օրինակի համար մտեք իմ սայթը մտեք, ես 20 տարի եմ ոչ մի օր, ոչ Կարեկին կաթողիկոսի, ոչ Արամ կաթողիկոսի, ոչ մեկի նկարը չեմ դրել, ոչ մեկի։ Դա ոչ թե վախի պատճառով է, բայց մեկը ինձ չի կարող բարդատրել։ Բայց որոշ հոգևորականների կարող են բարդատրել։ Հավանաբար Տեր Արամն էլ մինչև որոշ բան ենթարկվում էր, որովհետև ուրիշ ճար չուներ։ Բայց հետո երբ որ բահը եկավ, մարդը սկաստացավ եւ այլևս սկսեց ճշմարտությունը խոսել։ Ինչ կա սրա մեջ։ Բան չկա սրա մեջ, այսինքն Չէ, չի լինում այդպես, որ դու կաթողիկոսի դեմ արշավի ժամանակ քննադատում ես, բայց հետո մի որոշ ժամանակ, շատ կարճ ժամանակ անց ասում ես, որ խնդիր կա եկեղեցում։ Սա հարցեր է առաջացնում։ Խնդիր կա, բայց այդ խնդիր կան, որովհետև ինքը նկարը դրել է, այլևս խնդիր չկա։ Նախ ինքը այդ նկարները դրել է, այդ խնդիրը բարձրացնելուց առաջ, եւ բոլորը բարդատրված են դա անել։ Եվ ես զարմանում եմ, երբեմն Էջմիածինը ուրեմն իր քաղաքալի նկարներն է դնում կամ ոսկի խոսքերն է դնում, որ երբվանից ինքը սկսել է ոսկի հոսել իր բերանից, ես չգիտեմ, այսինքն եթե միայն հոգևորականները լայքեն այդ նկարը, իրենք պիտի 1000 լայք ունենան, բայց զարմանալի է, որ այնտեղ 100-150 հոգի առավելագույն լայքում են այդ խոսքը կամ այդ նկարը։ Դա վարգապետի չէ։ Վարգապետի չէ։ Մենք տեսանք, որ Էջմիածնի տոնին Ալեն Սիմոնյանը եւ Արմավիրի թեմի առաջնորդն են նույն կադրերում։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Սիոն Սրբազանը նկատի ունեք։ Այո։ Այո, Սիոն Սրբազանը, այսինքն ուր է խնդիրը։ Այսինքն մենք բեդության ճշտամի չենք։ Մենք, եթե առաջնորդ ենք, մենք բոլոր մարդոց առաջնորդներն ենք, տաշնագին էլ, հնչագին էլ, քբին էլ, չգիտեմ, մենք բոլորի առաջնորդն ենք, բոլորի հոգևորականն ենք։ Ինչ կապ ունի, եթե ինքը Ալեն Սիմոնյանի կողքին ակարդնել, ուր է խնդիրը։ Ինչու ընդեղ էլ խնդիր անեցին, ականջիս հասավ, որ ընդեղ էլ խնդիր են անել, որ ինքը ինչ գործ ուներ ընդեղ եւ այլն, սենց բան ա եղել ոնց որ։ Բայց ինչու պիտի չկանգնենք մեր pedagogian կողքին, ինչու։ Այսօր մեր pedagogiությունը այս է։ Ալեն Սիմոնյանն է պետականությունը։ Ասկային ժողովի նախագահը չէ։ Մեր ասկային ժողովի նախագահը չէ Ալեն Սիմոնյանը։ Այդ թեմի առաջնորդի վերադասին ինչ ասես ասում են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, հետո ինչպես է նա գնում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման։ Այսինքն եթե հարաբերությունը պետության եւ հոգեվորական դասի հետ վատ է, պետք է ուրեմն մենք ճշտամանանք բոլորի դեմ, ոնց որ մի կանա։ Արդեն իսկ հոգեվոր եւ քաղաքական իշխանությունները ճշնամացած են Հայաստանում։ Ես չեմ կարծում, որ բոլորը ճշտամացած են, բոլորն էլ գիտեն, որ կան անգերց հոգեվորականներ,
որոնք իրենց գործը գիտեն, իրենց առաքելությունը գիտեն եւ միայն նրանով է զբաղված։ Բայց այսօր pedagogiությունը, եթե խոսում է որոշ եկեղեցականների թեմ, որոնք քրքրում են ժողովուրդը ընդդեմ pedagogiության։ Մենք պետք է ուրախ լինենք, որ մենք pedagogiություն ունենք։ Նայեցեք մեծն Ասորեստանը, այսօր ասորիները կան, բայց ոչ լեզուն մնաց, ոչ մշակույթը մնաց։ Մենք ունենք այս փոքր երկիր, այս փոքր հողը, այսինքն սա էլ գործընծնենք, որովհետև ուզում ենք նախնիները կան, ուզում ենք մեր մարդիկը կան նստեն այդ բեդության մեջ։ Ինչ թշնամության մասին է խոսքը։ Թշնամություն, եթե գա անհասկացողություն էր, եւ այդ անհասկացողությունը վերածվեց հագարակության։ Եվ այդ անհասկացողությունը պատճառ եղավ, որ եկեղեցու բոլոր բացերը, ներքին խոհանոցի բոլոր գեղդերը Երևան կան։ Եվ մենք պետք է ուրախ լինենք։ Մենք պետք չէ հայտարարենք, պետք է ուրախ լինենք, որ մեր ժողովուրդը իմանա մենք ինչ ենք։ Եվ նրա հիման վրա ժողովուրդը ինքը որոշի մեզ հարկի կամ չհարկի։ Եվ ժողովուրդը բանջադեր լինի, որ այս եկեղեցին պետք է իր ընթացքը ուղղի, այս ձևով կարելի չէ շարունակել։ Դուք կարծում եք, բայց այնուհանդերձ այդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կյանքի կկոչվի, թե ոչ։ Ես վստահ եմ, որ կյանքի կկոչվի։ Ես հույսս չեմ գործընծնում, որ անպայման կյանքի կկոչվի, բայց հասկանալի է, որ որոշ հանգամանքներ կան, մանավանդ վերջին յուրույթի մեջ վարչապետը ասավ, որ նուրբ հարց է, շատ նուրբ հարց է։ Հավանաբար այդ նրբությունները նկատի ունենալով է, որ մի բահ տանտաղեց, բայց ես հույսով եմ, որ շատ արագ կլինի եւ այս տարին չենք գլորի։ Այսինքն միջև տարեվերջ եկեղեցում իշխանափոխություն է լինելու։ Առավելակ։ Ինչ ունեք հիմքում նման բան պնդելու։ Սենց նախասկացում է, գոնե 27 հոկտեմբերին թող նշի իր գահակալության դարետարցն էլի, նա էլ թող նշի, հələ տեսնենք ինչպես կլինի։ Ինչու պետք է օրինակ չնշի, որ հոկտեմբերի 27-ի հետ է համընկնում։ Դա թող նշի, թող նա էլ վայելի։ Այդ հոկտեմբերի 27-ն էլ գահակալության դարետարցներ թողանի, հավանաբար ինքն իրեն որոշե, որ լավ։ Սրանից հետո պետք է քաշվի։ Հավանաբար սա առիթ է դրվել իրեն, որ ինքը իր դարետարցի նվերը անի հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն, եթե ինքը դակավին հավատում է հայ եկեղեցուն։ Դուք սա ձեր բարի ցանկությունն է օրինակ կամ ենթադրությունները, թե ինֆորմացիա ունեք։ Ենթադրություններ են եւ իմ բարի ցանկությունն է, որ այսպես է։ Բայց մարդիկ էլ կհելեն եւ կպայքարեն, կաթողիկոսն էլ աջակիցներ ունի։ Մենք տեսանք ինչպես հոց բազմությունը նրան դիմավորեց Զվարթնոցից դեպի Մայր Թաճար։ Նարեկ ջանելի, մի ուրիշ բան ասեր կյանքում չեմ ծիծաղել ես ուղիղ եթերով, բայց սա ուղղակի ծիծաղս բերեց։ Զվարթնոցին կանի 100 հոգի իրան դիմավորեցին, ամոթ է էլի, ամոթ։ Եթե ինքը միայն իր գյուղացիները բերի, պետք է Էջմիածնից մինչև Երևան ճանապարհը փակվեր։ Ոչ թե 100 հոգի ինտեղ Զվարթնոցում կարեկին վեհ էլի կայլի։ Բայց նրանք էլ են քրիստոնյա, աջակիցներն են կաթողիկոս, ինչու է դա ձեզ ծիծաղեցնում։ Այո, բայց փոքրամասնություն են, ոչ թե փոքրամասնությունը, աննշմարելի փոքրամասնություն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կողմն ուր այդ մեծ բազմությունը։ Ինչու ասկնդիր վարչապետ է, ամբողջ Չէ, այս հարցով։ 3 անգամ ընդրեց իրեն։ Այս հարցով Նիկոլ Փաշինյանն աջակցություն չունի հասարակության կողմից։ Դա վաղը գիտեսնենք։ Կաթողիկոսին հեռացնելու հարցում նա աջակցություն չունի, լայն շերտերի բազմության աջակցությունը չունի։ Օրինակ իմ աջակցությունը ունի, որոշ մեծամասնությունը գազմող եկեղեցականների աջակցություն ունի։ Նույնիսկ ամենը առայժմ 3 հոգևորականից 3 քահանայից ենք լսել հայտարարություն։ 3 չէ, առայժմ 4 է։ Ես էլ 5-րդը։ Ներքին գարկով
ներքին գարկով Նարեկ ջան, մենք գիտենք բոլորը իրեն թեմ են, բայց բոլորը սպասում են, որ վարչապետը ինչ որ մի քայլ անի, բայց սխալ են, սա վարչապետի գործը չէ, սա մեր գործ, Եպիսկոպոսներից, արքեպիսկոպոսներից ովքեր են դեմ կաթողիկոսին։ պետք է անուններ չեն արածել դալ, բայց գան եպիսկոպոսներ, որոնք նախընտրում են այսօր, ոչ թե վաղը, եւ խոստովանում են դա, բայց անջար են, Դե չէ, կներեք, որովհետեւ եթե եթե կա ներողություն, կա այդպիսի եպիսկոպոս, որը կարծում է, որ Գարեգին երկրորդը ամենայն հայոց կաթողիկոսի կարգավիճակում չպետք է լինի, որովհետև ըստ այդ հոգևորականի դա եկեղեցուն օրինակ հեղինակություն չի բերում, նա չպետք է իր անձի մասին մտածի, եթե նա ազնիվ է, չպետք է այն բարիքները, որ ստանում է, դրա մասին մտածի, պետք է դուրս գա եւ այդ մասին հայտարարի, բայց երբ որ նա ասում է դու կարեք ես միանամ, դա արդեն խնդրահարույց է։ այո, Նա ազնիվ չէ, նրա մղումներն էլ ազնիվ չէ։ Եթե ենթադրենք կաթողիկոսի մղումները ազնիվ չեն, այս մյուս նրան դեմ արտահայտվողի մտադրություններն էլ ազնիվ չեն։ Աշուտ։ Այսօր պիտի ի հայտ կան իսկական հոգևորականները, որոնք իսկապես նախանցախնդիր են հայ եկեղեցու բարեկարգման եւ մաքրության։ Թե չէ վաղը ուշ է։ Վաղը եթե Գդրիչ Ներսիսյանը գնա, դուք պիտի ելնեք ասեք, որ այո, մենք էլ չէինք ուզում, մենք էլ մենք արդեն ուշ է, ժողովուրդը չի հավատալու։ Եթե դուք անգենձ եք, այսօր պիտի բարձրացնեք։ Հիմա դա չի նշանակում, որ չկան այդպիսի բարձրաստիճան հոգևորականներ չկան, պարզապես չկան։ Բացահայտ չկան։ Ներքին գարկով շատ են, բայց բացահայտ չկան, դժբախտաբար վախենում են։ Վախենում են։ Մաֆիա է, սա եկեղեցի չէ։ Եվ որ դու վախենում ես քո վերադասից, եւ որ դու վախենում ես քո առաջնորդից, վախենում ես քո կաթողիկոսից, այս եղավ եկեղեցի։ Ինչու այսօր կաթոլիկ եկեղեցուց օրինակ առնենք էլի։ Այսօր կաթոլիկ եկեղեցին ինքնամաքրման process-ի մեջ է եւ բոլոր իրենց խոհանոցի գեղդերը դուրս հանեցին, բաժջողին բաժեցին, հերացնողին հերացուցին եւ այլն։ Մենք այդ կաչությունը չունենք։ Ելեք էլի, մենք ենք դրել այս կանոնը գուսագրոնության, եկեղեցին է, եւ այսօր եկեղեցին կարող է շատ հանգիստ նստել եւ որոշել մենք վերացնում ենք գուսագրոնության այս գարկը մեր եկեղեցուց, որովհետև ոչ ոք չի կարողանում բայել եւ Միքայել Աջապահյանն էլ խոստովանեց, ասաց որ ով ցեզանից կարող է մեկ ամիս առանց կնոջ մնա։ Հելավ չեք կարող այս կանոնը փոխեցեք էլի։ Դարձեք առաջվա արաքելական շրջանին, արաքյանները ամուսնացած էին, Գրիգոր Լուսավորիչ ամուսնացած էր։ Ուր է ձեր խնդիրը։ Ինչու անպայման ուզում եք բահել ձեր աբորինի գաբերը եւ աբորինությունները գուսագրոնության քողի տակ։ Ինչի։ Բաց հայտելեք հայտարարեցեք, ամեն մեկը թող ասի, ես գին ունեմ, ես երեխա ունեմ եւ այս եկեղեցու ընթացքը փոխեցեք, որովհետեւ այլևս մեկը չհամարձակի քեզ հարցնել, դու երեխա ունես կամ չունես։ Դու ընկեր ունես կամ չունես։ Նարեկ ջան, ցավալի է մեր եկեղեցու ներկա իրավիճակը շատ ցավալի է։ Ժողովուրդը հիասթափված է, ես դա զգում եմ, շատ անգերձ եմ ասում, զգում եմ այս բոլոր հարցերից, այո, մեկ կողմից լավ է, որ մենք մեր խոհանոցի գեղդերը բացահայտվեցան եւ մարդիկ իմացան մենք ով ենք, բայց ովքեր որ դգար հավատքի մեջ են, դակավին ամուր չեն իրենց հիմքերի եկեղեցու մեջ, նրանք եկեղեցուց ափսոս հեռացան, այլևս վստահություն չունին, ոչ վստահություն ունեն եկեղեցուն եւ ոչ առավել եւս վստահություն ունեն եկեղեցականի։ Եվ դա եթե այդպես շարունակի, մենք շիգով կգործընծնենք մեր բոլոր հավատացյալները։ Դուք Միքայել arczepiskopos Աջապահյանին քաղբանտարկյալ համարում եք։ Ինչու քաղբանտարկյալ, ինչ ա եղել։ Մարդը զենյալ հեղափոխության առաջարկ արել մի քանի անգամ եւ նույնիսկ դատարանի մեջ էլ գրգնեց իր ասածը։ Զենյալ հեղափոխություն, ում դեմ, ճշտամիի դեմ, մեր pedagogian դեմ, դու մեր pedagogian դեմ զենյալ հեղափոխություն կանես։ Սա ամոթ է ուղղակի։ Եվ
բարձրակույն աստիճանի arczepiskopos է խոսում է։ Բարձ հոգևորական լիներ, քահանա լիներ, վարդապետ լիներ, գասեինք խագ է, չգիտեր սայտակետ։ Դու եկեղեցու ավակակույն եպիսկոպոսներից մեկը զինյալ հեղափոխության առաջարկ ես անում քո pedagogian թեմ, քո զավակների թեմ, որովհետեւ քո զավակները իրար սպանեն փողոցները։ Ինչ քաղբանդարգյալի մասին է խոսքը։ Սուդը խոսում են եւ հավատում են իրենց սուդ խոսածին։ Բայց նա կարծիք է հայտնել, օրինակ, դրա համար պետք է նրան դատապարտեն։ Դա գարձիկ չէ, ինքը հստակ ասում է, ինքը նախորդներին ասել է, որ զինյալ հեղափոխություն արեք, սպաներ չունեք, չգիտեմ ինչեր չունեք, զինյալ հեղափոխություն արեք եւ մեզ ազատեք սրանցից։ Ումից քո զավակներից, այսինքն քո զավակների մի մասը հանում ես քո զավակների մույս մասի դեմ։ Ես հարմանում եմ ուղղակի Միքայել Աջաբայյան Սրբազանը հարկելի անձնավորություն էր, շատ հարկելի անձնավորություն էր, սրանից կոնե մի 15 տարի առաջ, բայց ինչ եղավ այս մարդուն այսպես փոխվեց, ում առաջարկով, ում դրդումով, մենք չգիտենք, բայց ծածուկ բան չի մնա, վաղ ամեն ինչի հայտ կգա, Գամ Պակրատ Սրբազանի դատավարություններ, չէ 3 արդյոք, ելավ հրաժարինք սատանայի աղոթքն ագարտում կամ նզով քնագարտում։ Որ սատանայից ես հրաժարվում։ Քո զավակներից։ Զարմանալի է, այսինքն այս մարդիկը պետք չէ խոսեն։ Որովհետև հենց որ խոսեն, սխալ են թույլ տալիս։ Օրինակ Ալեն Սիմոնյանը, որ քնացել էր մոմ էր վարեր չմիացնում։ Դեսար ընդեղ դերեսային ինչ է ասում։ Ասում է, այո, ինքը շրջանցել է օրենքը, որ թույլտվություն չի վերցրել նկարահանվելու։ Իսկ ինչ հիմարությունը։ Որ մեկ հավատացյալը կամ որ մեկ անձը կամ մարդը մտել է եկեղեցի եւ ցեզանից թույլտվություն ա վերցրել, որ ինքը ընդեղ նկարի։ Այդքան ծեր հոգսն են այդ նկարները։ Ում է դրել թույլտվություն։ Ամեն մարդ ազատ նկարվում։ Այսինքն չխոսեն ավելի լավ է, էլի։ Որ խոսում են ավելի են խայդարակլին։ Էլ խոսելու բան չկա, Նարեկ ջան, դու ինձ որ ասեցիր խոսենք, հարցազրույց անենք։ Մեկ մտա, ինչ պիտի խոսենք, ինչ։ Բայց քանի որ դուք այդ թեման բացեցիք, եկեղեցում դրված են նշանները, որ չի կարելի նկարել եւ այլ գործողություններ անել։ Ում են կոնտրոլ անում, ով է ենթարկվում, ամեն մարդ էլ հերախոսները ցերկնա նկարում այլ։ Հիմա մնացել է մեր ասկային ժողովի նախագահը ինքը պետք է կնար ի պածառություն այս բոլոր մարդկանցից։ Ինքը պիտի կնար թույլ տվեք, հələ ավելի բղծություն կան նկարելը։ Եթե նկարելը ֆլաշ նկարներուն է աստում, ծեր արածը մարդոց հոգիներն է բղծում։ Հələ դուք նրա մասին մտածեք։ Նախքան մտածեք հերախոսի ֆլաշկայի այդ վնասի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ընտրեմ Նարեկ ջան,